Բարև ձեզ։ Գիտություն սպահանջ թեմայի շրջանակում մենք այսօր կզրուցենք երիտասարդ գիտնականներ տնտեսագետ Անահիտ Մանասյանի եւ ֆիզիկոս Դանիել Յոհաննիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև։ Մեր հասարակական կյանքում գիտությունը դժվար է ասել, թե շարժիչ ուժ է։ Մենք չէինք եւ չդարձանք էլ գիտելիքահեն հասարակություն։ Այս պարագային ձեր կարծիքով ինչով է հրապուրում գիտությունը երիտասարդ մարդուն։ Տեսեք, ես այդքան էլ համաձայն չեմ, որ մենք չէինք գիտությունով սնվող հասարակություն, որովհետև մենք այդպիսին էինք, հա, առնվազն սրանից ենթադրենք 25 տարի առաջ հասարակության մեծ մասը հենց այդպիսին էր, հենց գիտելիքով սնվող հասարակություն էր։ Տեսեք, գիտնականներին կամ երիտասարդ գիտնականներին կամ առհասարակ մարդկանց, որպեսզի գիտությամբ զբաղվեն, մոտիվացնող հանգամանքները շատ են, հա, բայց հիմնական հանգամանքը դա հետաքրքրությունն է, որովհետև գիտությամբ զբաղվելը դա շատ հետաքրքիր է, դա դու հայտնաբերում ես ինչ-որ բաներ, դու ինչ-որ բաներ ես անում, որոնք երբեք ոչ մեկ չի արել, հա, ու միգուցե մասշտաբների հարցում կչափազանցացնեմ, բայց շատ նման է Կոլումբոսի կողմից Ամերիկայի բացելուն, հա, դու ինչ-որ ճանապարհ ես անցնում, որը միջև քեզ ոչ մեկ չի անցել, դու դա առաջինն ես անում, դու դրանով նպաստում ես աշխարհի առաջընթացին, որովհետև առանց գիտության աշխարհը կանգնած կլներ դեռևս, հա, քարի մակարդակին, ու դա շատ հիասքանչ զգացմունք է, որը դժվար է բառերով փոխանցել, բայց որը գիտեն բոլոր այն մարդիկ, ովքեր զբաղվել են գիտությամբ։ Անկամ եթե քո նվաճումները կարծես թե շատ փոքր են, շատ լոկալ են, այս պահին որևիցե կերպ կիրառելի չեն, այնուամենայնիվ դու գիտակցում ես, որ ինչ որ մի պայծառ օր, միգուցե այդ օրը կլինի ենթադրենք 100 տարի հետո, բայց այդ քո հայտնագործությունները, քո նվաճումները, քո բացահայտումները անպայման կբերեն պտուղների։ Խնդրեմ, թույլ տվեք ավելացնել, այս պարագայում կարելի է ասել ոչ միայն ես համաձայն եմ, որ հետաքրքրությունը ամենակարևոր շարժիչ ուժերից մեկն է, նաև այն զգացողությունը, որ դու քո կյանքում հանրօգուտ գործ ես անում։ Այդ օգտակարության երևույթը, ինչպես արդեն ասաց Դանիելը, միգուցե կլինի մի քանի տարի հետո կամ 100-ամյակ հետո, դա չի էական արդեն, թե երբ կլինի։ Կարևորը որ դա լինելու է։ Եվ որևէ պահի այդ ինքնազգացողությունը ձեզ չի լքում գիտությամբ զբաղվելիս։ Ոգևորիչ է իհարկե ձեր մոտեցումը, բայց ես ուզում եմ մենք քննարկենք Դանիելի բարձրացրած խնդիրը հենց սկզբում, թե մենք գիտությամբ սնվող հասարակություն էինք կամ ենք թե ոչ։ Դրա համար հավանաբար հարկ է ճշտել ինչ է նշանակում գիտությամբ սնվող հասարակություն։ Մի բան է դա գիտնականի համար ոլորտը, այսինքն անհատական հետաքրքրությունների, ստեղծագործական հիացմունքի եւ այլն ինքնադրսևորման միջոց է, բայց մի այլ բան է գիտությունը հասարակական կյանքում, գիտությունը որպես ոլորտ, որպես գործիք պետության կյանքում։ Եթե այս տեսանկյունից նայենք, ապա ձեր կարծիքով երիտասարդ գիտնականի համար ուրիշ ինչ մոտիվացիաներ կան եւ պետք է լինեն, բացի իր սիրած գործով զբաղվելը։ Տեսեք, ինչ վերաբերվում է գիտությունով սնվող հասարակություն էինք, արդյոք հիմա այդպիսին ենք թե ոչ, այսպիսի օրինակ BBC կամ National Geographic-ի այն հաղորդումները, որոնք գիտության մասին են, գիտության ինչ-որ բացահայտումների մասին են, ամենառեյտինգային հաղորդումներն են, ամենաշատ դիտվող հաղորդումներն են։ Այդ նշանակում է, որ BBC հիմնական դիտողները Բրիտանիայում են, դա նշանակում է, որ Բրիտանիայի հասարակությունը սնվում է դրանով։ Մարդիկ նայում են, չգիտեմ, նայում են, որ հա, ուրեմն կյանքը, չգիտեմ, երկրի մոլորակի վրա այսպես է առաջացել, դա հիասքանչ է, մարդիկ դրանով հիանում են, մարդիկ հաճույք են ստանում այդ ամեն ինչը իմանալուց, ու սա կարելի անվանել գիտությամբ սնվել։ Իհարկե շարքային քաղաքացու գիտությամբ սնվելը չպետք է լինի Հիգսի բոզոնի հայտնաբերումը։ Ոչ, շարքային քաղաքացին, այսինքն շարքային ասելով ոչ գիտնականը, ունի իր աշխատանքը, ինքը անում է իր աշխատանքով է, չգիտեմ, երևի օգուտ տալիս հասարակությանը, բայց ինքը այնուամենայնիվ հիանում է գիտնականների նվաճումներով, հա։ Օրինակ մատուցողների, ոստիկանների շատ մասնագիտություններ կան, հարգանքի արժանի մասնագիտություններ, բայց այդ մասնագիտությունների տեր մարդկանց նվաճումներով հասարակությունը չի կարող հիանալ։
հա, իսկ գիտնականների նվաճումներով հասարակությունը կարող է հիանալ, այսինքն բացի այդ զուտ կիրառական նշանակությունից, սա նաև հենց այդ կարևոր պահ ունի, էլի, որ հասարակությունը դրանով սնվում է, հասարակությունը իմանում է ինչ-որ բաներ բնության մասին, իրեն շրջապատող երևույթների մասին։ Եվ դա որոշ իմաստով ցուցիչ է, գործակից է ինչ-որ վերաբերմունքի գոնե։ Եվ այստեղ կարևորն այն է, որ Հայաստանում ցավոք սրտի կա ոչ այդքան դրական տենդենս, հա, որովհետև պիտի արձանագրենք, որ Հայաստանում հիմա մարդիկ ավելի շատ քննարկում են ոչ թե չգիտեմ, գիտության նվաճումներ, ընդ որում այդ թվում նաև հայ գիտնականների նվաճումներ, թեև գիտության համար իրականում ազգությունը այդքան էլ էական չի, հա, բացառությամբ իհարկե գիտության մի քանի ոլորտների, այլ քննարկում են, չգիտեմ, ինչ-որ սերիալներում, ինչ-որ հերոսների արածներ, չարածներ, դա իհարկե ցավալի է, դա իհարկե լավ բան չի ասում։ Իսկ մենք արդյոք այստեղ չենք բախվում արդեն գիտության կազմակերպման, գիտության արդյունքի սպառման, ինչ-որ իմաստով առևտրայնացման, լավ իմաստով առևտրայնացման նաև խնդրի հետ, որն արդեն ոչ թե բուն գիտնականի, այլ հասարակական այլ համակարգերի գործունեության խնդիր է։ Ես կուզենայի ուղղակի նաև փոքրիկ անդրադարձ կատարելով ձեր նախորդ հարցին եւ պատասխանել այս հարցին, իրականում մենք բոլորս գիտության սպառողներն ենք, սկսած էլեկտրոէներգիայից եւ մնացած բոլոր ապրանքները, որոնք որ դուք ձեր կյանքում կիրառում եք։ Դժվար թե այսօր դուք գտնեք մի հասարակություն, բացի օրինակ աֆրիկյան ցեղերին, որոնք կտրված են քաղաքակրթությունից, հա, չկա երևի այդպիսի մի հասարակություն, որը չի սպառում գիտությունը։ Եվ այստեղ խնդիրը մենք բուն որ տեսնում ենք գիտականահենք հասարակության, այսինքն արդյոք պետական քաղաքականությունը տվյալ երկրի այնպիսին է, որ շեշտ է դրել հենց գիտության զարգացման եւ գիտության առաջ մղման վրա։ Այստեղ այո, մենք բախվում ենք այդպիսի մի խնդիրների, երբ տեսնում ենք, որ մեր գիտնականները կատարում են տարբեր հետազոտություններ, տարբեր խնդիրներ են բացահայտում եւ երկար տարիներ կարող են այդ խնդիրները մնալ թղթի վրա։ Նույնիսկ այսօրվա մրցակցությունը, երբ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք ինչպիսի տենդենսներ են միջազգային ուղղակի հարթության, երբ որ դնում ենք, տեսնում ենք, որ ինչքան արագ կարող ենք մենք կորցնել մեր ապրանքները, այսինքն նրանք կարող են դառնալ նույնիսկ ոչ մրցունակ։ Եվ բնական է մենք գիտնականից այսօր չենք կարող պահանջել, որպեսզի իր ապրանքը, այսինքն իր հայտնագործությունը նա դարձնի սպառողի համար հարամաչելի ապրանք։ Դա բավականին երկարուղի է, եթե գիտնականը որոշի այդ հմտությունները, գիտելիքները ձեռք բերել, դժվար չէ։ Վստահեցնում եմ նա կարող է դա անել։ Պարզապես կտրվելու է իր հիմնական գործից եւ միգուցե այս պարագայում մենք ավելի մեծ կորուստներ ունենանք, քան բոլոր այդ փուլերով, երբ գիտնականն անցնում է եւ տալիս է վերջնական ապրանք։ Ինչ վերաբերում է առևտրայնացմանը, այո, այսօր մենք այդ խնդիրներն ունենք, նույնիսկ օրենսդրական դաշտի հետ էլ կան խնդիրներ, երբ արտոնագրվում է գյուտը, դրանից հետո հեղինակային իրավունքների այնտեղ բացեր կան, որ լիարժեքորեն պաշտպանված չէ գիտնականը եւ առևտրայնացման գործընթացում ինչպիսի խնդիրներ կարող են լինել։ Գյուտը ինչ արժե, ինչպես է սահմանվում նրա գինը։ Եվ արդյոք գործարարը վերցնենք լավագույն տարբերակը, խոշոր ձեռնարկություն ունեցող գործարարը կարող է այդ գյուտը գնել եւ գյուտը ձեռք բերելու դեպքում, երբ նա արդեն կիրառում է եւ սկսում է մասսայական արտադրությունը, որքան կարժենա այդ ապրանքը սպառողի համար եւ արդյոք սպառողը Հայաստանի Հանրապետությունում կլինի գնողունակ եւ կկարողանա ձեռք բերել։ Սա իրոք բարդ խնդիր է։ Իհարկե մենք կոնկրետ փորձել ենք նոր մեխանիզմներ մշակելով, դեռ առաջին քայլերն ենք անում, գտնելով բոլոր կողմերի համար փոխշահավետ տարբերակ համագործակցության։ Սակայն սա դեռ փորձարկում է եւ դրա արդյունքները ես հույս ունեմ այնուամենայնիվ, որ դրական կլինեն։ Պարզապես դեռ վերջնական բարձրաձայնել եւ ասել, որ մենք այդ մեխանիզմը ահա պատրաստ ունենք, խնդրեմ օգտվեք բոլորը, դեռ վախենում ենք։ Դա կարծես թե մեխանիզմների եւ խնդիրների մասնավոր իհարկե շատ կարևոր, բայց ավելի մասնավոր դեպքն է։ Մենք կարծում եմ, որ մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք ընդհանրապես գիտությունը իմաստավորելու եւ գիտական ապրանքը իմաստավորելու։ Դուք նշեցիք, որ մենք
կամա բոլորս էլ գիտական product ենք սպառում, բայց արդյոք խնդիրը միայն սպառելն է, մենք ինչքան կարող ենք միայն սպառել։ Իսկ արդյոք տալիս ենք կամ վերարտադրում ենք որևէ բան։ Տեսեք, այստեղ շատ կարևոր է, մենք արդեն ասացինք էլի, որ գիտությունը ստեղծել այն ամեն ինչ մեզ շրջապատում է, գիտությունը ապահովել է մարդկության առաջընթացը վերջին հազարամյակների ընթացքում, հա։ Ու այստեղ պետք է հասկանալ, որ գիտությունը միայն 99%-ով առնվազն պետության ուսերին պետք է լինի։ Հա, որովհետև հիմնականում գիտությունը առավելևս խոսքը ֆունդամենտալ գիտությունների մասին է, գիտությունը չի կարող տալ հենց ամինչականորեն product։ Երբ որ մարդիկ զբաղվում են գիտությամբ, օրինակ ինչ որ գիտահետազոտական կազմակերպություն է, որովհետև մեկը այնտեղ չի կարող երաշխավորել, որ իրենց հետազոտությունը կտա product։ Հետազոտության ընթացքում հնարավոր է հանկարծակի այնպիսի մի product տրվի, լրիվ հանկարծակի ու չսպասված տեղից, որը աշխարհը փոխի, եւ այդպիսի մի օրինակ ես քիչ անց կբերեմ, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մասնավորները նման պրոյեկտներում ներգրավվելու շահագրգռվածություն չունեն։ Մասնավորը ուզում է հստակ հասկանա, ինքը այսքան գումարներ դնում է, այսքան գումար ստանում է, ռիսկերը այսքան տոկոս են։ Գիտությունում դա այդպես չի, հա։ Ու դրա համար գիտությունը պետք է լինի պետության ուսերին, աշխարհի պետությունների ուսերին, որովհետև գիտությունն է ապահովում աշխարհի առաջընթացը, հա։ Եթե բանակը պետության ուսերին է, որտեղ բանակը ապահովում է տվյալ երկրի շահերը, ապա գիտությունը պետության ուսերին է, որովհետև կամ պետությունների ուսերին է, որովհետև գիտնականները ապահովում են եւ սպասարկում են ամբողջ մարդկության շահերը։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե տվյալ պետությունը, հա, ինչ է անում ամբողջ մարդկության համար։ Միգուցե մի քիչ կոպիտ կհնչի, բայց ինչ է տվյալ պետությունը արել աշխարհի զարգացման համար, հա։ Ու եթե պետությունը տալիս է ինչ որ գիտական product, այդ պետությունը ապահովում է, որ իր երկրում գիտական product արտադրվի, հա, ապա այդ պետությունը մարդկության համար շատ կարևոր գործ է անում։ Դրանով իրականում բավականին կարևոր է Հայաստանի դերը, որովհետև Հայաստանը դեռևս, թեև այստեղ գիտությունը բավականին հա վատ վիճակում է գտնվում, գիտության ֆինանսավորումը հիմնականում գիտության նկատմամբ վերաբերմունքը պետական, նաև հասարակական ցավոք սրտի, բայց այնուամենայնիվ այստեղ դեռ կա գիտություն եւ Հայաստանը դեռևս աշխարհին օգուտ է տալիս, հա։ Ինչ որ իմաստով, եթե նայենք, որ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք ընդհանրապես գիտությամբ չեն զբաղվում, հա, աֆրիկյան երկրների զգալի մասը, թեև իրենք էլ են կամաց հասկանում, որ պետք է գիտությամբ զբաղվել, հա, կամ Տանզանիայի նման երկրները դա հասկանում են, ուրեմն այ Հայաստանը այն երկրների թվին է պատկանում, որոնք աշխարհը գիտությամբ առաջ են տանում եւ իրենց հետևից քաշում են նաեւ այն երկրներին, որոնք դեռ չեն գիտակցել, որ գիտությամբ պետք է զբաղվեն։ Դա շատ կարևոր է։ Իսկ խոստացածս օրինակը, տեսեք, օրինակ CERN-ը դա միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնն է, շատերը CERN-ը կիմանան որպես հայտնի մեծ ադրոնային կոլայդերի ուրեմն ինստիտուտ, որ այդ կոլայդերը ունի, ու 1990 թվականին CERN-ում, երբ որ կոլայդերի նախակոլայդերը, հա, իր նախկին սերիայի կոլայդերը, այսպես ասած, LEP-ը շատ ինֆորմացիա էր տալիս, այսինքն այդտեղ բախումներ էին կատարվում մասնիկների, բազմաթիվ ինֆորմացիա կար, որը կարիք կար մշակելու, եւ որպեսզի այդ ինֆորմացիան մշակվեր, խնդիր կար, որ այդ ինֆորմացիան առաքվի արդեն CERN-ը միջազգային պրոյեկտ է, ու առաքվի արդեն գիտնականներին։ Դե հակառակ բaragam գիտնականներին էին սիպված գալ հասնել Ժնև, որպեսզի զբաղվել դրանով, ու խնդիր կար դա առաքել գիտնականներին։ Ու մի քանի հոգի ուղղակի մտածեցին, որ կարելի է դա առաքել եղած հաղորդակցության լարերի միջոցով ու ստեղծեցին ինտերնետը։ Իրենց մտքով չանցավ, թե ինտերնետը իրականում ինչ կդառնա։ Հա, այդ մարդկանց իհարկե հիմա ամբողջ աշխարհը գիտի, բայց այսինքն կողքից պատահաբար տվեցին մի արդյունք, որը փոխեց ամբողջ աշխարհը։ Բայց եթե այդ product-ը տալուց առաջ ինչ որ մեկը CERN-ին հարցներ, իսկ մենք ձեզ այսքան փող ենք տալիս, միլիարդավոր ֆրանկեր ենք տալիս, դուք դրա դիմաց ինչ կտաք,
ցերն տնօրինությունը ոչինչ չէր կարողանա ասել։ Հավանաբար ոչինչ չենք տա, բայց ակամայից ստացվում է որ տալիս են։ Իհարկե դուք ամնադրական օրինակը միգուցե բերեցիք, բայց երբեմն պատահում է նաև որ պետությունները կամ գիտական լուրջ հիմնարկություններ, ներդրումներ եւ լուրջ վերաբերմունք ունենալով գիտության նկատմամբ ընդհանրապես զենք են արտադրում։ Խնդրեմ։ Շատ կարևոր է այս պարագայում հասկանալ ինչն է պրոդուկտը գիտական։ Այսինքն մի պարագայում օրինակ ֆիզիկայի բնական գիտությունների առումով մենք կարող ենք ասել շոշափելի բաներ այնտեղ լինում են, եթե դա օրինակ բիոտեխնոլոգիայի ոլորտն է, այնտեղ հետաքրքիր բակտերիաներ են, ֆիզիկային արդեն պարզ է ինչպիսի պրոդուկտներ են լինում, այ հասարակագիտական ոլորտներում դրանք լրիվ այլ են։ Եվ շատ դեպքերում օրինակ մեր հենց պետական այրերը շատ են պատտվում եւ հարցնում, իսկ դուք ինչ եք մեզ տվել, որ հիմա պահանջում եք գիտության ֆինանսավորման բարձրացում։ Իսկ մենք դրա դիմաց պատասխանում ենք, իսկ դուք մեզնից ինչ եք ակնկալում, որ մենք դա ձեզ չենք տվել։ Այսպիսի դիսկուրս այսօր կա եւ խնդիրը նրանում է, որ մեր պետական այրերը շատ դեպքերում նույնիսկ չեն էլ պատկերացնում, որն է գիտական պրոդուկտը եւ որ ոլորտը ինչպիսի պրոդուկտ կարող է տալ։ Օրինակ հասարակագիտական ոլորտներում բավական է, որ ինչ որ մի դաշտային ուսումնասիրության արդյունքում նրանք հայտնագործեն այնպիսի մի դիսկուրս, որը որ ստեղծում է մշակույթ եւ այդ մշակույթը կարող է բավականին երկար ժամանակ արդյական լինել ինչ որ մի հասարակության մեջ եւ կազմակերպել այդ հասարակական կյանքը գյուղերում լինի, թե քաղաքային կյանքում, այսինքն սա նույնպես պրոդուկտ է։ Այլ խնդիր է, որ միգուցե մեր պետական այրերը մեզնից նման պրոդուկտներ չեն ակնկալում եւ շատ ցավալի է, որ այսօր հենց նույն պետական այրերը, որոնք թեկուզ քիչ, բայց պետությունը մեր ֆինանսավորում է գիտությունը, այնուամենայնիվ նրանք չգիտեն եւ չեն սահմանել պատվերը, ինչ են ուզում։ Ինչ վերաբերում է ձեր ասած զենքերին, այո, այդպիսի խնդիր էլ կա։ Շատ կարևոր է հասկանալ, որ այդ պրոդուկտը ինչպես կարելի է կիրառել։ Մի դեպքում մենք դրանից ստանում ենք հրաշք, օրինակ ատոմի գաղափարը, հա, որ դրանից էլեկտրաէներգիան եւ մնացած բարի բան։ Մյուս դեպքում նաեւ ատոմային զենքեր։ Տեսեք, իրականում հասարակական գիտությունների հեղինակությունը Հայաստանում եւ յետխորհրդային երկրներում շատ վարկաբեկված է, որովհետեւ սովետական միությունում հասարակական գիտությունների մեծ մասի դերը կայանում էր սովետական գաղափարախոսության, հա, կոմունիստական գաղափարախոսության հիմքերի ստեղծում։ Ու ընդհանրապես արհեստական բնույթ էր այդ ամենը կրում։ Իսկ իրականում հասարակական գիտությունները պետության համար ունեն շատ կարևոր եւ շատ կիրառելի նշանակություն, հա։ Մի պարզ օրինակ, Հայաստանում կան թուրքագետներ, պարսկագետներ եւ արաբագետներ, հա։ Բայց ես չեմ ճանաչում որևիցե վրացագետի։ Վրաստանը մեր հարևանն է, շատ ավելի մոտիկ ու արդիական հարևանը, արտաքին հարաբերությունների տեսանկյունից արդիական, քան ենթադրենք արաբական աշխարհը, հա։ Բայց մենք ունենք արաբագետներ ու չունենք վրացագետներ, չունենք, չգիտեմ, ռուսագետներ, եվրոպագետներ եւ ամերիկագետներ։ Ինչու՞մն է խնդիրը, երբ որ ուրեմն սովետական միության արտաքին քաղաքականության գիտական հիմքերի ստեղծման համար տարբեր սովետական հանրապետություններ ստեղծում էին արդեն որոշ ռեգիոններ ուսումնասիրող ուղղություններ, Հայաստանում հասկացան, քանի որ այդտեղ արաբական աշխարհից շատ հայեր կան եւ ինչ որ հիմքերը կային, ստեղծեցին այդ ուղղությունները, հա, այդ մերձավոր արևելքի ուղղությունները, պարսկագիտություն, արաբագիտություն եւ թուրքագիտություն, որոնք իներտաբար Սովետ միության քանդումից հետո բարեբախտաբար չքանդվեցին եւ պահպանվեցին, շարունակեցին գործել ու հիմա, չգիտեմ, էֆեկտիվությունը իհարկե իրանց օգտագործման մեր արտաքին քաղաքական գերատեսչության կողմից դժվար է գնահատել, բայց այնուամենայնիվ օգտագործում են։ Առնվազն թուրքագետների մասով թուրքագետներին արտաքին գործերի նախարարությունը օգտագործում է։ Դա ընդհանրապես մի օրինակ է։ Կան նաև հասարակական գիտությունների բազմաթիվ ուրիշ ուղղություններ, որոնք Հայաստանում ընդհանրապես զարգացած չեն, բայց որոնց կարիքը շատ ուժեղ կա, հա։ Այդ ընդ որում կարիքը պրակտիկ, կարիքը հենց այսօր։ Եթե ֆիզիկայի տված արդյունքը որպես կանոն օգնում է ոչ այդքան այսօր եւ ոչ այդքան հենց Հայաստանին, այլ օգնում է ավելի երկարաժամկետ կտրվածքով եւ օգնում է ամբողջ համաշխարհային հանրությանը, ամբողջ մարդկությանը, ապա հասարակական գիտությունների մեծ մասի տված պրոդուկտը
նպաստում է այսօր եւ նպաստում է հենց այն պետությանը, որտեղ որ այդ գիտնականները գործում են, հա։ Դրա համար իրականում հասարակական գիտությունները շատ կարևոր են Հայաստանի համար, առավել եւս այսօր այս բարդ իրադրության մեջ, բայց ընդհանրապես եթե գոնե տեխնիկական գիտություններին, ֆիզմատ գիտություններին ինչ որ ֆինանսավորում հասցվում է իներցիայով սովետական միության ավանդույթով, ապա հասարակական գիտությունները ընդհանրապես ուշադրության չեն արժանանում, ցավոք սրտի։ Շարունակում ենք զրուցել գիտությունց պահանջ թեմայի շուրջ, տաղավարում մեր հյուրերն են տնտեսագետ Անահիտ Մանասյանը եւ ֆիզիկոս Դանիել Յոհաննիսյանը։ Դուք ձեր խոսքի հաղորդման առաջին հատվածում անդրադարձաք, որ հասարակական գիտությունների նկատմամբ վերաբերմունքը բավական թույլ է, վատ է եւ չեն զարգանում այնպես ինչպես պետք է որ զարգանան, բայց եթե մյուս կողմից նայենք, թե ենթադրենք մեր երիտասարդ գիտնականների կամ գիտությամբ զբաղվել ցանկացողների հոսքը, այսինքն այն մարդիկ, որոնք տեխնացուական դիսերտացիայի վկայագրեր են ստանում, ըստ ոլորտների եթե նայենք, ապա կտեսնենք, որ կեսաբանական, տեխնիկական գիտությունների զիջել են եւ իրենց տեղը զիջել են հենց տնտեսագիտությանը, իրավագիտությանը, որոնք 2002 թվականից ի վեր կտրուկ վերելք են ապրել այդ գիտական կոչումների շնորհման գործընթացը, հետեւաբար այսինքն մարդիկ կան, որոնց համար դա հետաքրքիր է, միգուցե նաև շուկան է պատվիրել դա փաստ է համենայն դեպս, այսինքն դա ինչ է նշանակում։ Դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմեր։ Սկսեմ նախ սուբյեկտիվից, որ ժամանակին, այսինքն բանակից ազատելու հնարավորություն է, եթե մարդը գիտությամբ է զբաղվում, նա զինծառայության չի զբաղվելու։ Եվ նկատեցինք մի այնպիսի ակտիվացում իրավաբանների եւ տնտեսագետների կողմից, տղաների հիմնականում, որոնք շատ արագ սկսեցին տեխնացիական ատենախոսությունների վրա աշխատել։ Շուկան դեռ այդպիսի աշխատանքի շուկան այդպիսի պահանջարկ դեռ չէր ներկայացրել, որ պահանջվում է միայն նման կարգավիճակ ունեցող մասնագետներ։ Սակայն ինքնըստինքյան արդեն աղջիկները սկսեցին պակաս մրցունակ լինել եւ դա ուղղակի դրթեց աղջիկներին, որպեսզի նրանք նույնպես ինտենսիվորեն ինտեգրվեն եւ սկսեն զբաղվել գիտությամբ։ Ցավոք սրտի այս պարագայում շատ քիչ էին այն երևույթները մոտիվացիոն, ինչպես մենք նշեցինք առաջին հատվածում, այլ ավելի ոնց որ գոյության կռիվ լիներ։ Իհարկե մենք տեսնում ենք բազմաթիվ ատենախոսություններ, որոնք հաստատվել են, սակայն դա դեռ չի նշանակում, որ տվյալ անձը գիտնական է։ Նա կարող է ունենալ տեխնացուի աստիճան եւ չլինել գիտնական, որովհետեւ գիտնականը ինքը պարբերաբար աշխատում է, նա շարունակ ուսումնասիրություններ է կատարում եւ վերջին հաշվով բարձրաձայնում է խնդիրներ եւ խոսում է տնտեսության դինամիկայի մասին, օրինակ մեր ոլորտում։ Ինչ վերաբերում է սուբյեկտիվ պատճառները ներկայացնեմ, որ կար այդպիսի մեծ աղմուկ, սակայն արդյունք որպես այդպիսին շատ փոքրիկ է լինում։ Օրինակ բանկային ոլորտից շատ կան տնտեսագետներ, որոնք պաշտպանում են։ Սակայն փոքրիկ շուկաներում այդ մասնագետները նրանք այնպիսի մեծ բացահայտումներ չեն կարող անել, որ մի ամբողջ տնտեսություն փոխվի։ Դրանք կարող են լինել փոքրիկ վարկային պրոդուկտների տեսքով, որոնք պարզապես գյուղատնտեսական խնդիրներ են լուծում կամ ինչ որ այլ ոլորտներում են խնդիրներ լուծում։ Եվ ավելի փորձագիտական հարթության վրա կատարված ուսումնասիրություններ եւ բացահայտումներ են։ Այսինքն դա չի խոսում գիտության այդ ոլորտի զարգացման կամ թափառնելու մասին։ Ցավոք սրտի դեռ մեր մեջ չծնվեց այնպիսի մի տնտեսագետ, որը կարող էր տեսություն գրել եւ փոխել մի ամբողջ հասարակարգ։ Ցավոք սրտի, բայց հույսեր ունենք այդ դրա պահանջարկը կա։ Հիմա Հայաստանում տեղի ունենում երևի վերջին տարիների ամենալուրջ, եթե տնտեսագիտական տեսանկյունից ռեֆորմներն նայենք, ամենալուրջ ռեֆորմներից մեկը, հա, կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը, դրա դեմ ցույցեր են, դա հասարակության ուշադրության կենտրոնում է, իշխանությունն է ինչ որ սեմինարներ անում, բայց շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Կողմնակիցները ասում են, որ դա կբերի օրինակ վարկերի ամանների տոկոսադրույքների նվազեցման, որ դա կբերի, չգիտեմ, տնտեսության աճի եւ այլն եւ այլն։
Ընդդիմախոսները ասում են, որ դա կբերի դա կհանգեցնի հասարակության գնողունակության նվազեցման ըստ այդմ նաև տնտեսության ուրեմն սղաճին, բայց իրականում չկա որևիցե մի գիտական ուսումնասիրություն, տնտեսագիտական ուսումնասիրություն, որը մոդելների կիրառմամբ ցույց կտա այս կամ այն դրական բացասական կողմերի իրական հետևանքները, իրականում, այսինքն այդ ռեֆորմը տնտեսության վրա ինչպես կանդրադառնա, տնտեսությունը դրանց կտուժի, կշահի, որևիցե մի նման գիտական ուսումնասիրություն չկա, ընդ որում չկա ոչ ռեֆորմի օգտին խոսող, ոչ ռեֆորմին ի վնաս խոսող, առհասարակ չկա, տարեկան այդքան տնտեսագետներ են տեխնացիական պաշտպանում, եթե չեմ սխալվում ավելի շատ քան մնացած մյուս ոլորտներով միասին վերցված, բայց այդ տնտեսագետներից եւ ոչ մեկը դեռևս որևիցե մի գիտական ուսումնասիրություն չի արել, որը այդ ռեֆորմի մասին կասեր։ Այդ ռեֆորմի վերաբերյալ բոլոր քննարկումները դրանից իացանցիալ, ենթադրությունների հիման վրա են։ Այսինքն, քանի որ չկա որևիցե մի գիտական տեսակետ, մարդիկ ովքեր գիտնական չեն, այսինքն այդ ոլորտի գիտնական չեն կամ իրանք սկսում են ասել, իմ տեսակետը ավելի ծանրակշիռ է, ես դեմ եմ դրան, չգիտեմ, գնողունակությունը կնվազի, ուրեմն տնտեսությունը կտուժի։ Մարդիկ ովքեր կողմ են, ասում են հակառակը, ասում են ես կողմ եմ դրան, որովհետև, չգիտեմ, տնտեսությունը դրանց կշահի, քանի որ չգիտեմ, վարկերն ու ավանները, տոկոսադրույքները կնվազեն։ Իհարկե օրինակներ են բերում, որտեղ ես ինքս իրական տնտեսագետ չեմ, բայց այնուամենայնիվ գիտության այդ ոլորտի բացակայությունը պետությունը տեսեք ես անգամ համարում եմ որ Հայաստանում կան ճիշտ է սակավաթիվ շատ ավելի քիչ քան թե պաշտպանում են բայց կան տնտեսագետներ ովքեր ի վիճակի են նորմալ ուսումնասիրություններ կատարելու բայց որpիսի այդ տնտեսագետները ուսումնասիրությունները անեն պետքա պետության համապատասխան մոտեցում տնտեսագիտության նկատմամբ Պետք է որպեսզի պետությունը համապատասխան, չգիտեմ, լինի դա թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում, լինի դա որևիցե այլ կերպ, բայց պետությունը պետք է համապատասխան պատվերներ իջեցնի, որոնք իսպառ բացակայում են ցավոք սրտի։ Շատ ռիսկային եւ շատ վտանգավոր առաջարկ է հնչում, որովհետեւ պետության կողմից եթե նման պատվեր լինի, մենք կարող ենք նույնպես ենթադրելով, բայց պատկերացնել ելքը ինչպիսին կլինի։ Այսինքն ոչ թե իշխանության։ Կներեք, բայց այս պարագայում գիտենք, որ պետական կառավարման լծակները գտնվում են մեր իշխանությունների ձեռքում։ Եվ բնականաբար մենք կարող ենք ենթադրել ելքը ինչպիսին կարող է լինել, սակայն կա մեկ այլ խնդիր։ Տնտեսագետները որքանով են ազատ այսօր կատարելու նմանատիպ ուսումնասիրություն եւ կպաշտպանեն նրանք, եթե նույնիսկ հակադրվեն ներկայիս իշխանություններին եւ կկարողանան իրենց թեզը ապացուցել եւ ներկայացնել եւ դրանով առաջ մղվել, սա մեկ այլ խնդիր է։ Այդ իսկ պատճառով ես չեմ կարող մեղադրել իմ գործընկերներին, որոնք չեն վերցրել այդ պատասխանատվությունն իրենց ուսերի վրա, գումարներ չեն ծախսել նման ուսումնասիրություն կատարելու համար եւ արդյունքում արժանացել շատ ներողություն արհամարանքի։ Իհարկե, այստեղ պետական վերաբերմունքի Այնպես որ պետությանը ես առհասարակ որպես գիտնական կամ մի հատ ինչ որ չգրված օրենք շատերս սկսել ենք հետևել այդ չգրված օրենքին Էյնշտեյնի ճակատագիրը այսպես ասեմ նա հորինեց ատոմային զենքը ի պաշտպանություն մտածում էր որ լավ բան արեց դրա հետևանքները տեսելով հանդերձ նա ինքը առաջինը եղավ որ սկսեց պայքարել ատոմային զենքերի դեմ, այսինքն սախարը ներողություն եմ խնդրում եւ այս պարագայում խնդրեմ տեսեք արդյունքը պետության պատվերի ինչպիսին կարող է լինել եւ շատերս մենք լինելով բարեխիղճ ուղղակի հրաժարվում ենք պետության պատվերը կատարելուց։ Այդ իրական կախված պետությունից ես ուղղակի կուզենամ հակիրճ անդրադառնալ, տեսեք օրինակ տնտեսագետների պաշտպանությունը մենք ականատես ենք լինում, թե ինչպես մի անց, հիմա բոլորը գիտեն ում մասն է խոսքը, տնտեսագիտությունից տեխնոլոգիական պաշտպանելուց իրան ինչ որ իր պաշտպանությունը ինչ որ խուլիգաններ են պաշտպանում։ Հա, այդ ավելի քան խոսում է այդ ոլորտում եղած խնդիրների մասին, հա, այդ շատ ցավալի է։ Ընդհանրապես երբ խոսում ենք գիտության կազմակերպման մասին, երկու հիմնական ուղղություն է ընդգծվում,
որը երբեմն հաճախ այդ ուղղություններն իրար հակասում են։ Որոշ մասի կարծիքով գիտությունը պետք է գիտության հիմնական պատվիրատուն պիտի լինի պետությունը, իսկ որոշ մասի կարծիքով, քանի որ մենք տեսել ենք հենց մենք, մենք տեսել ենք թե պետության պատվերի դեպքում, այն էլ մենաշնորային պատվերի դեպքում ինչ կարող է լինել հասարակության հետ, գիտության որոշ ճյուղեր միգուցե կարող են զարգանալ։ Եթե ոչ մի բանի, ապա հենց զենք արտադրելու համար կարող են շատ բուռն զարգանալ գիտության որոշ ճյուղեր, բայց հասարակական բարեկեցության բարիքի ընդհանրապես համամարտկային բարիքի տեսանկյունից կասկածելի է, արդյոք արժե այդ պատասխանատվությունը թողնել պետության վրա, այն էլ այսպես հիմնականում։ Թեղուտի վառ օրինակը ձեզ։ Խնդրեմ, պետության պատվերի արդյունքում տնտեսագետների արած հաշվարկները, որոնք որ խոսում էին, թե ինչպես է պետբյուջեի 70% ապահովելու հանքարդյունաբերությունը, այնպիսի բաներ խոսեցին, երբ որ հակառակ բևեռը տնտեսագետների մյուս կողմը կանգնեցին ու ասեցին, հանքերը պատկանում են ժողովրդին եւ հանքարդյունաբերության արդյունքում, եթե ամբողջ գումարները ուղղվելու է պետական արտաքին պարտքը մարելուն, մենք որևէ դեմ խնդիր չենք տեսնում, բայց երբ որ պետությունը չի շահագործում հարկ այլ մասնավոր անձին, ինչի մասին է խոսում, այսինքն եթե նույնիսկ 70%-ն է մեր պետբյուջեի ապահովելու, դա խնդիր չէ եւ դա խնդրի լուծում չէ։ Ով լսեց այդ տնտեսագետներին, որոնք այդքան հոգատար բարձրաձայնում էին։ Կատեգորիկ ես ուղղակի դեմ եմ, որ պետությունը որևէ պատվեր տա, եւ շատ պարագայում ասում են, իսկ այդ դեպքում ինչ է գումար ակնկալում պետությունից։ Ներողություն, եթե մենք չստեղծենք, օրինակ, կան ճյուղեր, որոնք որ ուղղակի օդ ու ջրի պես անհրաժեշտ են այսօր յուրաքանչյուր պետության բնականon գործընթացին, կենսագործունեությանը, այսպես եթե կարելի է ասել պետության համար, եւ ինչպես կարող է պետությունը չֆինանսավորել այդ ճյուղերը եւ այդ ոլորտները։ Ինչպես կարող է։ Թող իմ այդ հարցին պատասխանեն։ Չկա այդպիսի պատասխան, կան ուղղակի խուսափողական ինչ-որ ռեպլիկներ։ Բոլոր դեպքերում մենք մեծ առումով մեծ հաշվով չենք կողմնորոշվում, ոչ միայն պետությունը չի կողմնորոշվում ինչ է ակնկալում գիտնականից, եկեք անկեղծ լինենք ասել, որ գիտությունն էլ չի կողմնորոշվում, ինքը ինչ ակնկալիք ունի պետությունից, ումից է պատվեր սպասում, ում պատվերն է պատրաստ կատարելու, թե դա Տեսեք, գիտության ոլորտների մի մասը իրոք պատվերի կարիք ունի։ Մի մասը պատվերի կարիք չունի, ավելի ֆունդամենտալ մասը պատվերի կարիք չունի, բայց մյուսները իրոք պատվերի կարիք ունեն, հա, նույն, հա, իմ ասած, չգիտեմ, վրացագետների ենթադրենք մասով։ Բայց ես հենց օրինակ եմ ուզում բերեմ, էլի CERN-ը, որի մասին մի քիչ առաջ ասացի, CERN-ի տնօրենը, եթե չեմ սխալվում, 2010 թվականին գալիս է Դավոսի տնտեսական ուրեմն համաժողովին եւ համաժողովից խնդրում 10 միլիարդ շվեյցարական ֆրանկ։ Դա մոտ 8.5 միլիարդ եվրո է։ Նա Հայաստանի բյուջեից մոտ 3 անգամ ավելի մեծ գումար։ Ընդ որում Տիգրան Սարգսյանն էլ էր այնտեղ ներկա։ Նո իրան հարցնում են, լավ, իսկ այդ 10 միլիարդ ֆրանկի դիմաց մենք ինչ կստանանք։ Ու այդ մարդը ասեց ոչինչ։ Ոչինչ չեք ստանա։ Ու ես ասեմ մի բան, որ հիմա կզարմացնի բոլորից։ 10 միլիարդ ֆրանկը տվեցին։ 10 միլիարդ ֆրանկը տվեցին, որովհետև գիտեին, որ իրականում ասելով ոչինչ դեռ չի նշանակում, որ ոչինչ։ Որ նույն կերպ CERN-ի տնօրենն ասում էր ոչինչ, երբ գումար էր ուզում այսպես կոչված լեփ արագացուցիչի համար, բայց այդ արագացուցիչը լրիվ պատահաբար ինտերնետ տվեց, որը ամբողջ աշխարհը ուղակի փոխեց, հա։ Այսինքն իրականում պետությունից բացի ուրիշ ոչ մեկ շահագրգռված չի գիտության ֆինանսավորման մեջ։ Գիտության ֆինանսավորման մեջ շահագրգռված են հասարակությունները եւ իհարկե պետությունը, որը այդ հասարակությունների շահերը ներկայացնողն է։ Իդեալական դեպքում մենք պիտի փաստորեն մենք խնդիր ունենք ոչ թե մեխանիզմի փոփոխության պետությունը ֆինանսավորի, թե պետությունը չֆինանսավորի, միգուցե հարցը այդ է, այլ մենք խնդիր ունենք պետության որակի մասին, ինչ պետություն պիտի ունենանք, որ նրա պատվերը իսկապես զարգացնի, ենթադրենք գիտությունը կամ որևէ այլ բան կյանքում։ Այսօր եթե դուք շեշտում եք պետական պատվերների մասին, շատ կարևոր է, որ հենց նույն պետությունը իր զարգացման տեսլականը հստակ ուրվագծի։ Նա ինչ ուղղությամբ է ցանկանում զարգանալ եւ ամբողջ, այսինքն միջազգային հանրության մեջ ինչպես է ցանկանում ներկայանալ։
Եվ ըստ այդմ արդեն կորոշվի, թե նա հիմնական իր շեշտադրումները որ ուղղությունների վրա է ուզում դնել։ Նա ուզում է ֆիզիկայով հանդես գալ ողջ աշխարհին, այսինքն իր նույն ֆիզիկայի ոլորտից ծնված ապրանքները վաճառելով մեծ եկամուտներ բերել պետությանը, թե մաթեմատիկան կլինի, թե ընդհանրապես հասարակագիտությունը, օրինակ, հա, հայագիտություն եւ այլն եւ այլն։ Դեռ եթե մենք չենք տեսել ռազմավարությունը զարգացման, ինչ է ուզում, ուր է ուզում գնալ պետությունը, որ մի քանի տարի հետո ինչ չափածող, ինչ շեմ է սահմանել զարգացման, այս պարագայում խոսել ընդհանրապես պետպատվերի մասին անիմաստ է։ Ուղղակի կա այդ սովետական միությունից մնացած ավանդույթը, ինչ որ ՀՆԱ-ի 0.25%-ն է, եթե չեմ սխալվում։ Այո, այս պահին այդքան է ֆինանսավորումը եւ հիմնականում, եթե մենք տեսնենք ինչպես է ծախսվում, այսինքն սովետական միությունից մնացած այդ խոշոր շենքերը, որոնք ժամանակին մեծ գիտահետազոտական կենտրոններ էին ծառայում ամբողջ սովետական միության համար, իսկ այսօր նրանք ուղղակի մեծ բեռ հոգս ու ծախս են դարձել արդեն գիտական այդ ինստիտուտների ուսերին, բնականաբար գիտնականը ստանում է, գիտենք ինչ ծիծաղելի աշխատավարձ եւ նրա մոտիվացիաներն էլ որևէ բան ստեղծելու զուտ իր անձնական այդ մղումներն են, էնտուզիազմը։ Պետությունը տնօրինում է հասարակությունից հավաքված հարկերը, հա, պետական բյուջեն հենց դա է։ Եվ պետք է հասկանալ ուր են այդ գումարները գնում, որտեղ այդ գումարները պետք է գնան այնտեղ, որտեղ այն ոլորտներ, որոնք որ պետության հասարակության համար առավել կարևոր են։ Արդյոք հասարակության համար առավել կարևոր է ենթադրենք Թումանյան փողոցը ամեն տարի ասֆալտապատել, չգիտեմ, ենթադրենք ինչ-որ մի ուրիշ Հալաբյան փողոցի վրա այդ բազալտե բուլուժնիկները փոխել կամ ինչ-որ նման պրոյեկտների վրա, որոնք իմ կարծիքով ընդհանրապես անիմաստ փողոց ծախսեն, թե առավել կարևոր է գիտությունը, օրինակ, հա, գիտությունը, առողջապահությունը, շատ ոլորտներ կան, ստեղ է խնդիրը։ Խնդիրը դա է, որովհետև իրականում հասարակությունն էլ նորմալ չգիտի, թե ուր է ուզում, որ իր գումարները ծախսվեն։ Հասարակությունը առհասարակ դեռ այն գիտակցման չի եկել, որ ինքը պետք է որոշի, թե այդ գումարները ուր պիտի ծախսվեն, որ դա ի վերջո հենց մեր գումարներն են, հա։ Այստեղ խնդիրներ են, որոնք իրականում երևի թե այլ քննարկման առարկա են։ Եվ եթե ես ամփոփեմ հաղորդումը եւ փորձեմ ինքս պատասխանել հաղորդման սկզբում բարձրացրած իմ հարցին, թե ինչն է այսօր հրապուրում երիտասարդ գիտնականին զբաղվելու գիտական գործունեությամբ, թերևս պատասխանը մնում է այն, որ ուղղակի սեփական հետաքրքրությունը բավարարելը, ստեղծագործական աշխատանք կատարելը, որը զուտ անհատական խառնվածքի հետ կապված խնդիր է։ Այո, համամիտ ենք։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Գիտություն սպահանջ թեման 3-րդ հազարամյակի տաղավարում կշարունակվի։ Ամենայն բարիք։